Մեծ Բրիտանիան Ռուսաստանին դիտարկում է որպես անմիջական եւ հրատապ սպառնալիք։ Այս մասին հաղորդում է The Guardian թերթը, հղում անելով Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ռազմավարական պաշտպանության վերանայման նախագծին։ Լոնդոնի կարծիքով հենց Ռուսաստանն է ռազմական եւ քաղաքական առումով անմիջական սպառնալիք ներկայացնում Մեծ Բրիտանիայի վրա։ Փաստաթղթում պետք է նաեւ հատուկ ուշադրություն դարձնել Չինաստանին եւ նրա այդ բախման հեռանկարներին նշվում է, որ Չինաստանը չի անվանվի ուղակի սպառնալիք, այլ բարդ եւ երկարատև խնդիր։ Չինաստանի հետ մեկտեղ Հյուսիսային Կորեան նույնպես կկոչվի տարածաշրջանային անդորը խախտող։ Ենթադրվում է, որ ռազմավարական վերանայումը կնշի, որ Մեծ Բրիտանիան բախվում է սպառնալիքների նոր դարաշրջանի, որին ընթացքում անօդաչու թռչող սարքերը, արհեստական բանականությունը եւ այլ տեխնոլոգիական զարգացումները ամբողջությամբ փոխել են պատերազմի մեթոդները։ Ռուսաստանը եւ Չինաստանը հունիսին կարող են համաձայնության գալ անվիզա ռեժիմի նոր պայմանների շուրջ, գրում է Իզվեստիան։ Նշվում է, որ Մոսկվան եւ Պեկինը բանակցություններ են վարում 3 կամ ավելի անձանցից բաղկացած զբոսաշրջային խմբերի համար վիզաների վերացման շուրջ։ Մենք ստացել ենք մեր չինացի գործընկերների տեսակետը անվիզա ռեժիմի խմբային զբոսաշրջային ուղևորությունների մասին համաձայնագրում փոփոխությունների վերաբերյալ եւ աշխատում ենք դրանց վրա։ Հունիսին Ցինդաոյում զբոսաշրջության հարցերով երկկողմ հանձնաժողովի նիստում մենք նախատեսում ենք համաձայնեցնել փաստաթղթի վերջնական տարբերակը, հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին շատ համառ է, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Երբ լրագրողը Սպիտակ տան ղեկավարին հարց է տվել Ուկրաինայում հակամարտության կարգավորման մասին, նա օգտագործել է «Դուք եւ ձեր թիմը պետք է աշխատեք շատ համառ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ» ձևակերպումը։ Ի պատասխան Թրամփը հակադարձել է. Զելենսկին նույնպես շատ համառ է, ընդգծել է նա։ Թրամփը հավելել է, որ ինքը շատ լավ է ճանաչում Պուտինին եւ շատ բանի միջով է անցել նրա հետ։ Գերմանիան վախենում է կորցնել իր ոսկու պաշարները, որոնք պահվում են Միացյալ Նահանգների պաունցներում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության պատճառով, այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, հղում անելով եվրոպացի քաղաքական գործիչներին։ Հստակեցվում է, որ Գերմանիայի իշխանությունները մտահոգված են Թրամփի կողմից ԱՄՆ դաշնային պաուստային համակարգի վրա հարձակումներից։ Ներկայումս Միացյալ Նահանգներում պահվում է մոտ 1250 տոննա գերմանական ոսկի։ Թրամփը անկախատեսելի է եւ չի կարելի բացառել, որ մի օր նա կմտածի արտասահմանյան ոսկու պաշարների կառավարման վերաբերյալ նոր գաղափարների ուղղությամբ, ասել է գերմանացի եվրապատգամավոր Մարկուս Ֆերբերը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն դադարել է լինել հուսալի գործընկեր Գերմանիայի եւ Եվրոպայի համար։ Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի ռազմատենչ ռետորաբանությունը Ուկրաինայի զինված ուժերին հեռահար Տավրոս հրթիռների մատակարարման վերաբերյալ կարող է պատերազմի պատճառ դառնալ Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ։ Այս մասին գրում է Berliner Zeitung-ը։ Մերցը անկասկած կրակի հետ է խաղում, նրա անվտանգության քաղաքականության տրամաբանությունը լավագույն դեպքում կարճատես է, իսկ վատագույն դեպքում անպատասխանատու։ Ինչ կլինի, եթե Գերմանիայի կողմից մատակարարվող Տավրոս հրթիռը հարված այնպիսի թիրախի, որը Ռուսաստանը համարում է անընդունելի, հարցնում է հոդվածի հեղինակը։ Հեղինակը պնդում է, որ կանցլեր Մերցը գործում է առանց որևէ հստակ ռազմավարության, ընդլայնելով եւ սրելով Ուկրաինայում էսկալացիա։ Ամենայն հայոց կաթողիկոսի առաջարկով եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել է կրոնական ազատություն, հայկական հոգևոր մշակութային եւ պատմական ժառանգության պահպանումը Արցախում խորագրով միջազգային համաժողով։ Ամենայն հայոց կաթողիկոսը համաժողովին հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանը իրականացրել է ոչրագործություն, բռնազավթել եւ ամբողջապես հայաթափել է Արցախը, գրավել է Հայաստանի սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում, ներկայացնում է նորանոր պահանջներ։ Ադրբեջանը պատանդ է պահում Արցախի քաղաքական ղեկավարներին, քաղաքացիական անձանց եւ ռազմագերիների իրականացնելով նրանց նկատմամբ ցուցադրական շինծու դատավարություն միջազգային իրավական նորմերի աղաղակող խախտումներով։ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ քրիստոնյաները կոչված են լինելու ճշմարտության վկաներ եւ դա զոհերի կողքին կանգնելն է եւ չարի անունը բարձրաձայնելը։
Փաշինյանի կողմից հայ առաքելական եկեղեցու հասցեին հրապարակավ եւ անամոթաբար օգտագործվող անպարկեշտ լեզում արժե զրկում է առաջին հերթին երկրի վարչապետի ինստիտուտը։ Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի հայերի միությունը, մոռանալով իր նպատակի մասին վարչապետը ղեկավարել է ամոթալի խաչակրած արշավանք հայկական ինքնության եւ պետականության դեմ։ Ասվում է հայտարարության մեջ Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ տեղի ունեցողն ավելի շատ նման է մանևրի, որը նպատակ ունի շեղել հանրության ուշադրությունը իրական մարտահրավերներից եւ գոյաբարական սպառնալիքներից։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է արել այս անգամ Միքայել Սրբազանի մասին։ Միքայել Աջապահյանը ասում է մեջբերում. Այդ պորոտախոսներից որևէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել մեջբերման ավարտ։ Այս սրբապիղծները փաստորեն մեծ պահնել չեն պահում։ Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից, այլ տարբերակ չկա։ Միքայել Աջապահյանի հայտարարությունից ակնհայտ է, որ առանց կնոջ մեկ ամիս ապրելու անհնարինությունը տարածված աշխարհամբռնում վարվելակերպ եւ վարվելակարգ է եպիսկոպոսած դասի համար, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց Գարեգինբը, կաթողիկոսի իմացության եւ թույլտվության։ Հակառակ դեպքում Աջապահյանը եւ մյուսները վաղուց կարգալույծ արված կլինեն։ Մայրաթորի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը եւ հանրությանը տան համապարփակ պարզաբանումներ, գրել է նա։ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը Թուրքիային խնդրել է Կիևին տրամադրել ՀՕՊ համակարգեր եւ ներդրումներ կատարել ռազմաարդյունաբերական համալիրում։ Այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Ռուստեմ Ումերովը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից հետո։ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Բոյևը նշել է այն հիմնական ոլորտները, որոնցում Ուկրաինան աջակցության կարիք ունի։ Ներդրումներ ռազմաարդյունաբերական համալիրում, սարքավորումների եւ ՀՕՊ համակարգերի մատակարարում, ՀՕՊ զինամթերք, հիմնական տրամաչափի արկեր, մեր հեռահար կարողությունների ամրապնդում, նշել է նա։ Ումերովը հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին Ֆիդանին տեղեկացրել է առաջնագծում տիրող իրավիճակի մասին։ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա մասնակցելու հունիսի 2-ին Ռուսաստանի հետ կայանալիք բանակցություններին։ Այս մասին գրում է Washington Post-ը։ Պայմանների շուրջ ստեղծված փակուղին Ուկրաինային դրել է անհարմար դիվանագիտական իրավիճակում, որտեղ այն կարող է ճնշման ենթարկվել Վաշինգտոնի կողմից, մասնակցելու Ռուսաստանի կողմից առաջարկված տեխնիկական բանակցություններին։ Ուկրաինան քիչ մանևրելու հնարավորություն ունի ԱՄՆ ռազմական եւ հետախուզական օգնությունից շարունակական կախվածության պատճառով, սակայն Կիևը դժվար թե բանակցություններ սկսի միայն նախկինում առաջարկված ռուսական պայմանների հիման վրա, գրում է պարբերականը։ Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի տարբեր շրջաններին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ։ Այս մասին հայտնել է կատարական Ալ Ջազիրա հեռուստաալիքը։ Զոհվածների ընդհանուր թվից գրեթե 20 մարդ Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Էլ Բուրեյջ փախստականների ճամբարի ռմբակոծության զոհ է դարձել։ Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում վիրավորվել է առնվազն 184 մարդ։ Հեռուստաալիքը նաև հաղորդում է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը շարունակում են հրետակոծել Գազայի հատվածի հարավային հատվածը։ Խան Յունիս քաղաքի մոտակայքում գտնվող Ալ-Մավասի մարդասիրական գոտում փախստականների վրանների գիշերային հրետակոծության հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ, մի քանիսը վիրավորվել են։ Մարտի 18-ին Իսրայելի բանակը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում, սկսելով զանգվածային հարվածներ անկլավի դեմ եւ դադարեցնելով հունվարին հաստատված հրադադարը։ Ուկրաինան արևմուտքից ավելի շատ փող է խնդրում, ինչը վկայում է այն մասին, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մտադիր չէ դադարեցնել հակամարտությունը, գրում է ամերիկյան Responsible Statcraft հրատարակությունը։ Ուկրաինան արդեն ավելի շատ գումար է խնդրում 2026 թվականին մարտերը շարունակելու համար, ինչը վստահ նշան է, որ նախագահ Զելենսկին չի պատրաստվում ավարտել պատերազմը, ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ մարտադաշտում իրավիճակը շարունակում է զարգանալ, հօգուտ Ռուսաստանի եւ եվրոպացի առաջնորդները գլուխները թաղում են ավազի մեջ, որոշելով, թե ով է վճարելու։
Գերմանական հեռահար Taurus հրթիռները որպես ուկրաինական ճանաչելու փորձերն անիմաստ են։ Այս մասին ՌԻԱ Նովոստին ասել է Ղրիմից նախկին սենատոր, Դաշնության խորհրդի Սահմանադրական օրենսդրության եւ պետակաշինության կոմիտեին կից փորձագիտական խորհրդի անդամ Օլգա Կովիտիդին։ Գերմանիան պետք է հասկանա, որ համաշխարհային հանրությանը խաբելու ցանկացած փորձ գերմանական Taurus հրթիռները որպես ուկրաինական հրթիռներ ճանաչելու ակնհայտորեն ձախողված է։ Ընդգծել է նա, Ամենայն դեպս Ռուսաստանը տարբերակ կգտնի նման ստի համար պատժելու եւ Գերմանիային եւ Ուկրաինային։ Եղանակը առաջիկա օրերին։ Մայիսի 30-ին կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Երևանում մայիսի 30-ի կեսօրից հետո, հունիսի 3-ից 4-ին գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-ից 2-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 30-ից 3-ը, հունիսի 3-ից 4-ին գիշերը եւ կեսօրից հետո շրջանների մեծ մասում, հունիսի 1-ին եւ 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Մայիսի 30-ից 3-ը, հունիսի 3-ից 4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-ի եւ 2-ի գիշերը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ից հունիսի 1-ին կբարձրանա 5-ից 6 աստիճանով, հունիսի 3-ից 4-ին նույնքան կնվազի։